Այս տաղավարից մենք ամբողջ օրվա ընթացքում ներկայացրեցինք, թե ինչպես էր ընթանում թիմ ընտրությունները Գյումրիում եւ հասանք, ինչպես ասում է, քաղաքական կուլմինացիային։ Նշենք, որ քաղաքի ղեկը ստանձնելու համար պայքարում էին 9 քաղաքական ուժեր, 6 կուսակցություն եւ 3 դաշինք, բայց ներկայացնենք նաեւ կարգը, թե ովքեր կարող էին ընդգրկվել ավագանու, ապագայի սպասվող կազմի մեջ եւ նախնական տվյալներով մենք ունենք անցողիկ շեմը հաղթահարած 5 ուժեր, որն է առաջատարը կներկայացնենք մի փոքր հետո, բայց ներկայացնենք նաև, որ դաշինքները պետք է հավաքեին անցողիկ շեմը 6, իսկ կուսակցությունները 4%։ Այս բանը մենք ունենք արդեն թվային տվյալներ, բայց նախ ներկայացնենք, թե Գյումրիում ովքեր եւ քանի մարդ կարող են ընտրություն կատարել։ Հարգելի հեռուստադիտողներ, մարտի 35 Գյումրի եւ Փարաքար համայնքներում տեղի ունեցան արտահերթ ընտրություններ։ Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի ավականու արտահերթ ընտրություններին ընտրության իրավունք ունեցող 111236 ընտրողներից մասնակցել է 47450 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 42.66%-ը, իսկ արդեն Փարաքար համայնքի ավականու ընտրություններին մասնակցել է 11526 ընտրական իրավունք ունեցող անց կամ ընտրողների 54.97%-ը։ Նշենք, որ այստեղ ընտրության հնարավորություն են ունեցել 20967 քաղաքացիներ։ Մենք ողջ օրվա ընթացքում մինչև ուշ գիշեր փորձեցինք մեր դիտակետում պահել թվային փոփոխությունները եւ ներկայացնել ձեզ, թե ինչ փոփոխությունների էին ենթարկվում քաղաքական սյունակում, որ կուսակցություններն ու դաշինքներն էին թվերով փոփոխվում եւ այս պահին 5 առաջատարների 5 անցողիկ շեմը հաղթահարած ուժերին ենք մենք ներկայացնելու։ Առաջատարը քաղաքացիական պայմանագիրն է 36.6%-ով։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ պատկերը բոլոր 82 ընտրատեղամասերից է, ըստ այդմ երկրորդը դա Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է, որը հավաքել է ընդհանուր ձայների 20.07%-ը։ Քաղաքի ղեկը ստանձնելու համար նաև պայքարում էր մեր քաղաքակուսակցությունը, որը հավաքել է 15.1%։ Իմ հզոր համայնք կուսակցությունը եւս հաղթահարել է ընտրություններում անցողիկ շեմը հավաքելով ձայների 8.08%-ը։ Մայր Հայաստանը եւս կլինի ավականու նոր ընտիր կազմում, եթե իհարկե օրենքի տիրապետման մեր հմտությունները թույլ են տալիս նմանատիպ կանխատեսումներ անել, չնայած այդ մասին խոսելը դեռ վաղ է, որովհետեւ այս ամենը դեռ նախնական ցուցիչներն են։ Նշենք նաեւ, որ այս տոկոսները ստեղծվել են քվեարկողների 47450 քվեի շնորհիվ։ Մենք նաեւ կապ հաստատեցինք ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանի հետ, ով մեզ ներկայացրեց, որ ուժերը ունեն հնարավորություն 2 օրվա ընթացքում դիմում բողոքի տեսքով ներկայացնելու, որպեսզի այս ամեն ինչը կրկին վերահաշվարկի ենթարկվի, բայց եթե այնուամենայնիվ չկան դիմում բողոքներ, ապա 4 օրվա ընթացքում ըստ օրենքի պահանջի հենց ընտրական հանձնաժողովը խաղարկության վիճակահանության միջոցով ընտրելու է 3 ընտրատեղամաս եւ այնուամենայնիվ վերահաշվարկ լինելու է։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնենք, որ այս պատկերները խիստ նախնական են, այս պայմանագրությամբ առաջատարը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է Սարիկ Մինասյանի գլխավորությամբ, սակայն թե ինչ կփոխվի առաջիկայում պարզ կլինի մարտի 31-ին։ Այս քաղաքական նոր դիմագիծը ցույց է տալիս, որ վերջին կանխատեսումները երկու դաշտերից էլ թե ընդդիմադիր, թե իշխանական ուժերի կողմից իրականությանը մոտ էին, որովհետև իշխանությունը այսօրին ասում էր, որ լինելու է առաջատարը, բայց միևնույն ժամանակ ընդդիմադիր դաշտն էլ պնդում էր, որ քաղաքապետը չի լինելու քաղաքացիական պայմանագրից։ Միևնույն ժամանակ այս ամեն ինչի մասին խոսելը դեռ վաղ է, իսկ մենք վերադառնալով մեր աշխատանքային ոլորտին նշենք, որ մեր դիտակետում շարունակելու են մնալ քաղաքի բոլոր խնդիրները, ինչպես նաև մարզի խնդիրները, հավատարիմ մնալով մեր օբյեկտիվ լինելու սկզբունքին, այնպես որ սկսած վաղվանից մենք կրկին մեր դիտակետում ենք պահելու եւ հեռուստադիտողի դատին ենք ներկայացնելու քաղաքական այս process-ների արդյունքում բոլոր փոփոխությունները։ Մինչ այդ էլ մենք ունենք նաև տեսանյութ, որը պատրաստել էր գործընկերս Ասղիկ Խաչատրյանը, որի արձագանք այս քաղաքական process-ների ընթացքում գնահատել էին նաև հենց տեխնացուները 9 կուսակցությունների 3 դաշինք եւ 6 կուսակցությունների կողմից մենք ստացել էինք արձագանք, որովհետև իրապես շատ թիրախային էր, մշակված եւ երկար մտածված ռեպորտաժ, որը կդիտենք քիչ հետո եւ իհարկե կհանդիպենք արդեն վաղը մեր նոր լրատվական ծրագրերով եւ իհարկե մեր դիտակետում պահելով քաղաքի բոլոր խնդիրները։ Տաղավարում աշխատում էր Հրաց Սահակյանը եւ Ասղիկ Խաչատրյանը, կհանդիպենք։ Բարի օր, ես եկել եմ, որ իրար հետ ամփոփենք, որն է Գյումրու թիվ 1 խնդիրը հարցախույզերը։ Մտոնք են վիդեոներն են, նոր կոմենտ կգրեք, թե ինչ ես միկրոֆոնն առը ընգեք հաղթի ճանին։
Եկել եմ ասեմ, որ ինչ կենենք, սաղիս համար կենենք։ Ու որպես սաղի սցենը, մեր թեժ ընտրություններին մասնակցող 9 թեկնածուներին հասցնենք ձեր դարդերը։ Վատ բան կենենք, չէ, մենք էլ մեր գործը կենենք։ Գործը սեցի հիշեցի։ Լենագանցի տատիկ պապիկները լեկապրին են հին ու բարի հիշողություններով։ Երբ որ կային գործարաններ, աշխատատեղ, փող, ընչի չէ, հիմի երբ որ դուրսը իրանց հետ խոսային, առաջին բանն որ իրանք կուզեին դիք աշխատանքն է։ Շատ բան չէ, ապրել ու աշխատել իրանց քաղաքում, չկտրվել ընտանեկան ջերմությունից։ Իդեպ զգացել եք, օրերը տաքցել են։ Դիք կզգանի ծունոտ, այրոպորտի, ավտոկայանի ու մնացած մայլեկը, երբ որ ցան հալոցքներից հետո քարուքանդ փողոցների մեջ ամեն մեկն իր ֆիզկուլտուրայի հմտությունները կզարգացնե։ Դուք համար սպորտի քաղաք ենք, ամեն մայլա մեջ չեմպիոնամ ունի։ Սա դες ինչ է, Գյումրեցին կուզե ղայդով գլատկի փողոցներ։ Որ ամեն իրան հարգող Ասլան մեր ու ձեր վրա չհաճա, Գյումրեցին կուզե համ մարդասեր, համ կենտանասեր քաղաքապետ։ Օրթապարող շների հարցը անպայման լուծե ու գյումրեցիները հարավոտ շուտ կամ իրիգուն ուշ հանգիստ գործի էշտանու կան։ Գիտեմ, որ քաղաքի լուսավորությունը մինչև ժամը 2-ն է, բայց որ շների հարցը չի լուծե։ Որ մեր քաղաքի բնակիչները չվրազնան գործը շուտ ըմպրծնին ու էշտանտուն, կուզեն իրիգունը կոնե մինչև 9 աշխատող ու չուշացող տրանսպորտ, որովհետև ավելի հեշտ է դիմանալ աշխատավարձի ուշացմանը, քան օրինակ 18 համարի։ Գյումրիում ի տարբերություն ավտոբուսների ու սամոլյոտների այդ տարիները կթռնին, ու այդ տարիների ընթացքում դոմիկների մեր մասը պինդուցիկ իրանց տեղերն են։ Դոմիկի մեջն ապրողն ինչ կուզե, մարտավարի տունուն դուռ։ Իսկ այ արդեն Գյումրու Զիբլնոցին մոդիկ Մուշ ու Բուլվարնի մայլեկը քիչ շատից նորմալ տան մեջ ապրող մարդիկ էլ մաքուր օդ չունին շնչելու։ Էլ չասեմ երեխեքի մասին, ոչ խաղահրապարակ ունին, ոչ է հանգստանալու տեղ։ Հետո եկսեն թե հմիկվասերուն տենջե հեռախոսների մեջ։ Գյումրու խնդիրները շատ են, էլ չասեմ կանաչապատման, մշակութային ու ոչ մշակութային շենք-շինությունների հիմնանորոգումների ու վերանորոգումների, ապօրինի շենք-շինությունների ու մնացած խնդիրները։ Այնքանից են այս քաղաքի խնդիրներն, որ պետք է հերթով գրել թղթին ու փող գտնելը դոնք լուծելու համար։ Մենք էլ մեր հերթին փորձեցինք 9 թեկնածուներին հիշեցնենք Գյումրեցու առաջնահերթությունները։